Վերջին տարում տան երես չէր տեսել, սահմանը շատ էր լարված։ Ես զինվորներ ունեմ, որ միջև այսօր ընկերություն ունեմ։ Ինչով ասես անցել են միասին։ Մի գիշեր օրինակ դիրքեր նոր բարձրացած ժամկետայինները տեսադիտարկման նոր սարքերով թշնամու դիվերսանտների շարժ են նկատում։ Մին էին հանում, որ մտնեին դիրք։ Մեր ժամկետային զինծառայողների ոգին ու դուխը այնքան ուժեղ էր, որ գիշերը ժամը 2:30-ից մինչև ժամը 4-ը մարտ վարվան ընթացքում կասեցել են հակառակորդի դիվերսիոն աշխատանքները։ Մեզնից մենակ անքոնություններ եւ հպարտությունը։ Դարձյալ իր տղերքը առաջինը օգնության հասան, երբ թշնամու դիպուկահարը խփեց։ Ավագ սերժանտ Ալեքսան Ավանեսյանը Ագնայի դիրքերից մեկում մարտական հերթապահության էր, հերթափոխն էր, տուն պիտի գար, գնաց դիրքերը ստուգելու, մեկ էլ այն զգաց, որ ոտքերին հարվածեցին։ Հետո արդեն փորձաքննությունը պարզեց, իստիգլալ տիպի դիպուկահար հրացանի կրակոց էր, մի ոտքը խոցեց, մյուսի վրա պայթեց, ուղղաթիռով հասցրին Երևան։ Մասնագետները ես իրենց կգնահատեմ լավագույններից։ Ես իրանցից գոհ եմ։ Հա, իմ ոտոս կտրվել է, բայց իրանք փրկել են իմ կյանքս։ Վերակենդանացման բաժնում իր զորամասից մի զինվոր էլ կար Եղեգնաձորից։ Նրա կյանքը ցավոք չկարողացան փրկել։ Ալեքսան Ավանեսյանն էլ, իր զինվորն էլ ստացան պաշտպանության նախարարության նամակը, շնորհակալագիրը, խոնարհումը։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ձեզ փոխանցվող գումարը գոյացել է ամբողջ ժողովրդի արդար աշխատանքից եւ արդյունք է համազգային նվիրատվության։ Ճիշտ է, այն երբևէ չի կարող մեղմել ցավը, ամբողջությամբ վերականգնել առողջությունը, սակայն այս ծանր պահին ձեզ համար թող դառնա եւ ֆինանսական եւ բարոյական աջակցություն։ Ժողովրդի օգնությունը ուղղում ենք զինծառայողների, դա օգնում է, դա ճիշտ բան է, որովհետեւ ընտանիքներ կան, որ հենց ֆինանս բերողը տղամարդն է, ինքն է զինծառայողը։ Ամբողջ ժողովրդից 1000 դրամով հավաքածը հիմնադրամում կուտակվել ու սկսել է ծառայել նպատակին։ Երկիրը պահելիս երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Ալեքսան Ավանեսյանի ընտանիքին 41 միլիոն դրամ են հատուցում 20 տարում։ Սկզբում 5 միլիոն, հետո ամեն ամիս 150,000 դրամ թոշակի տեսքով։ Ես ստացել եմ ու ունեմ զինվորներ, 8 հոգի ստացել են այսօրվա դրությամբ։ Աշխատավարձերի հազարական դրամներից բացի հիմնադրամը համալրվում է նաև միանվագ նվիրատվություններով։ Այս պահին հաշվեհամարին 2 միլիարդ 297 միլիոն դրամ կա, 162 միլիոնը բաշխել են զոհված ու զինհաշմանդամ դարձած 16 տղաների ընտանիքներին։ Նվիրատվությունների ամեն դրամը կայքում երևում է, նվիրատուների անուններն էլ ըստ ցանկության։ Վերջին օրերին ցուցակում սկսեց երևալ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին նշումը։ Կինոռեժիսորի հարազատների ցանկությունն էր ծաղկեպսակների փողը ուղղել զինծառայողների ապահովագրությանը։ Ահագին գումար հավաքվեց։ Նվիրատվության այս կարգի այլընտրանքային ուղիները քննարկեց հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Առաջարկեցին բանկային փոխանցումներից բացի տերմինալների, նամականիշների, անգամ վաճառակետերում հատուկ բաժիններ առանձնացնելու տարբերակները, որտեղ գնումներ կատարելիս գումարի մի մասը կփոխանցվի հիմնադրամին։ Այս օրենքը եւ այս հիմնադրամը 17 թվականի հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերի համար է։ Նախորդ դեպքերին, երբ որ մենք կկարողանանք հիմնադրամը այնքան ուժեղացնել, որ ինքը ունենա միջոցներ նաև հետադարձ թվող որոշակի խնդիրներ լուծել սոցիալական, միգուցե ոչ նույն ծավալով, միգուցե ուղղակի միանվագ ինչ-որ աջակցության ձևով եւ այլն, անպայման խորհրդով քննարկելու ենք, փորձենք լուծումները ինչ-որ մի փուլում գտնել։ Այս պահին գործում է SMS-ով նվիրատվություն կատարելու տարբերակը։ 1028 հեռախոսահամարին ուղարկում են անուն ազգանունը, 1000 դրամ փոխանցվում է։ Կարելի է նվիրաբերել կայքի այս բաժնում, ընտրել գումարի չափը, գրել անուն ազգանունը, հրապարակային կամ գաղտնի ու սեղմել նվիրաբերել կոճակը։ Մի տարբերակ էլ կա՝ փոխանցում կատարել բանկերի այս հաշվեհամարներից որևէ մեկին։ Ավագ սերժանտ Ավանեսյանի ընտանիքը բնակարանի խնդիր ունի։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացած գումարով կփորձի տանիքի հարց լուծել։ Որոշել եմ այդ գումարը անտեղի չծախսեմ, տուն առնեմ։ Ներմուծական գումարը ունեմ 5 միլիոնը։ Կտանք հիպոթեկ կվեկալենք, այդ 150,000-ի 98-70%-ն է կտան վարկի։
Ասում է, ազատամարտի վետերաններ կան 20 տարի է տան հերթի են։ Օրինակ քերիներս, երկու քերիս պատերազմի մասնակիցներ են, երկրորդ կարգի հաշմանդամ։ Պապը ծննդավայր հայրենիք Բաքվում նավաշինարանում էր աշխատում, փախստական դարձավ։ Հայրը ազատամարտիկ էր, 1993-ին գնդապետի կոչում ստացավ։ Ալեքսանը մտադիր էր զինվորական ամենաբարձր աստիճանի հասնել, վիրավորվեց։ Ասում է, զորացրել են, բայց եթե առաջարկ լինի, պատրաստ է շարունակել ծառայությունը, ինչ գործով կարող է։ Կրտսեր եղբայրը քննություններ է հանձնում, Մոնթե Մելքոնյան վարժարան է ընդունվելու։ Իդեպ նախարարն ասաց, ռազմակրթարանում այս տարի առաջին անգամ մրցակցություն կա։ Աննա Բալյան, Հակոբ Թումանյան, 360 աստիճան։